Բարի օր սիրելիներ, Աստված օրհնի բոլորիդ, շնորհակալ ենք Տիրոջ այսօրվա համար, եկեք միաբան մեր սրտերը պատրաստենք Տիրոջը փառք տալուն, ամեն, քանիսներս ենք ուզում Տիրոջից մի բան վերցնել այսօր, թող որ Տերը ձեր սրտի, ձեր հավատքի համար ձեզ տա, Տեր մեծարում ենք քո սուրբ անունը, այսօր ուզում ենք երգել քեզ, որ դու մեծ ես, որ հզոր ես, որ չկա քեզ նման ուրիշ Աստված Տեր, թող փառավորվի քո ներկայությունը այս վայրում, Սուրբ Հոգի, լցրու մեզ սրտերը քեզնով Տեր, լցրու մեզ քո ներկայությունով, ու թող փոր մեծարվի քո սուրբ հրաշալի անունը այս վայրում։ Հալելույա։ Միասին երգենք։ Ջուրը դարձիր դու գինի, ջուրը դարձիր դու գինի, աչքերը քույրի բացեցիր, չկա ուրիշը, քեզ նման, լույս ես տալիս խավարում, և ես մոխրից բարձրացնում, չկա ուրիշը, քեզ նման, նորից երգիր, ջուրը դարձիր դու գինի Տեր, ջուրը դարձիր դու գինի, աչքերը քույրի բացեցիր, չկա ուրիշը, քեզ նման, լույս է գալիս խավարում, և մեզ մոխրից բարձրացնում, չկա ուրիշը, քեզ նման, հռչակիր մեծ է մեր Տերը, մեծ է մեր Տերը, նա զորավոր է, ամենից բարձր է և փառավոր է, դու բժշկում ես, Տեր դու հզոր ես մեր Տեր, Աստված, նորից երգիր, մեծ է մեր Տերը, մեծ է մեր Տերը, նա զորավոր է, ամենից բարձր է և փառավոր է, դու բժշկում ես, Տեր դու հզոր ես մեր Տեր, Աստված, Տեր մեծարում ենք քո սուրբ ու պատվական անունը այս վայրում, դու հրաշագործ Աստված ես, դու բարի և ողորմած ես, մենք խոնարհվում ենք քո առջև, ամենակալ Աստված, հալելույա, լույս ես տալիս խավարում, և մեզ մոխրից բարձրացնում, շնորհակալ ենք Տեր, չկա մեկը քեզ նման Տեր, քեզ նման, լույս ես տալիս խավարում, և մեզ մոխրից բարձրացնում, չկա ուրիշը, քեզ նման, մեծ է մեր Տերը, նա զորավոր է, ամենից բարձր է և փառավոր է, դու բժշկում ես, Տեր դու հզոր ես մեր Տեր, Աստված, մեծ է մեր Տերը, նա զորավոր է, ամենից բարձր է և փառավոր է, դու բժշկում ես, Տեր դու հզոր ես մեր Տեր, Աստված, եթե Աստված մեզ ողն է, չի կանգնեցնի ոչինչ մեզ, եթե Աստված մեզ հետ է, ինչ է մեզ հակառակ, եթե Աստված մեզ ողն է, չի կանգնեցնի ոչինչ մեզ, եթե Աստված մեզ հետ է, ինչ է մեզ հակառակ, եթե Աստված մեզ ողն է, չի կանգնեցնի ոչինչ մեզ, եթե Աստված մեզ հետ է, ինչ է մեզ հակառակ, եթե Աստված մեզ ողն է, չի կանգնեցնի ոչինչ մեզ, եթե Աստված մեզ հետ է, ինչ
այսօր ուրախանաս մեր փառաբանությունից։ Ուզում ենք, որ քո սիրտը ուրախացնենք, Տեր։ Ուզում ենք մեծարվես այս վայրում։ Շնորհակալ ենք, Տեր, որ մեղքի կապանքը մեզ վրայից հավիտյան փշրել ես։ Շնորհակալ ենք քո կենդանի զոհի համար։ Շնորհակալ ենք Հիսուս Քրիստոսի համար, Հայր, որ տվել ես մեզ բոլորիս ունենալու համար։ Մեծարվիր հավիտյան։ Հալելույա։ Միասին երգենք։ Մեղքի կապանքը անհետ փշրողը Կարավորող ու դու ես Տեր։ Ամբողջ եզերքը կարավարողը և հաշկներողի մեզ հիացնողը փառքի արքան է և Տերը Տեր է։ Ինչ մեծ է շնորհքը քո Տեր։ Ինչ մեծ է շնորհքը քո և սեն է քո անմար բանիչս վերցնելով Չբարձրացա Սուրկյանքը ծոհեցի Որ ես լինեմ ազատ Դեր շնորհակալ եմ ամեն բանի համար Բարձրացրու փառաբանությունը դրան Ի շնորհակալություն Տեր մենք մեծարում ենք քեզ Արժանի ես առնելու ամեն փառք ու պատիվ ու գովասա Հավիտյան արժանի ես Տեր Քո փորիկները խաղաղեցնողը և մեծ սիրողին մեծ որդեգրողը փառքի արքան է հզոր արքան է բոլոր ազգերը արտագանողը պայծառ փառքովին անմար փայլողը Փառքի արքան է և Տերը Տեր է Երկի նրան ինչ մեծ ես Տեր Ինչ մեծ է շնորհքը քո և սեն է քո անմար Պատիժս վերցնելով դու խաչը բարձրացա Սուրկյանքը ծոհեցի որ ես լինեմ Շնորհակալ եմ ամեն բանի համար Արժանի է գառնասո երկի վրա Արժանի է գառնասո Փառավոր արքանով հաղթեց մահին Արժանի է գառնասո Այն գառին ով իր կյանքը տվեց քեզ համար Հարկ տուր Տիրոջը Արժանի է գառնասո Արժանի է գառնասո Փառքես, փառքես, փառք Ինչ մեծ է շնորհքը քո Մեծ ես Տեր Եվ սեն է քո անմար Մեծարվիր հավիտյան Պատիժս վերցնելով Դու խաչը բարձրացա Սուրկյանքը ծոհեցի Ունենալու համար Տեր Որ ես լինեմ Շնորհակալ եմ ամեն բանի համար Ինչ մեծ է շնորհքը քո Տեր Ինչ մեծ է շնորհքը քո և սեն է քո անմար Պատիժս վերցնելով դու խաչը բարձրացա Սուրկյանքը ծոհեցի որ ես լինեմ Շնորհակալ եմ ամեն բանի համար Նորից ասա Տեր շնորհակալ եմ ամեն բանի համար Ամեն բանի համար Շնորհակալ ենք Տեր ամեն բանի համար
Տեր մեծարվիր այս վայրում։ Եկեք մեր ձայնը բարձրացնենք դեպի Աստծուն եւ սրտանց երգենք նրան։ Փառք Տիրոջ։ Բարձրացրու դու ինձ բարձրացրու վերեգրից բարձրացրու դու ինձ բարձրացրու վերեգրից Բարուրիր դու ինձ հոգի Բարուրիր դու ինձ հոգի Բարձրացրու դու ինձ բարձրացրու Վերեգրից Բարձրացրու դու ինձ բարձրացրու Վերեգրից Միայն քափերում Վերապրում եմ ես Ջերմանում եմ ես Միայն քափերում Վերապրում եմ ես Միայն քափերում Ջերմանում եմ ես Իմ հայր սիրելի 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 Լցրու դու ինձ սուրբ հոգի Լցրու դու ինձ սուրբ հոգի Բարձրացրու դու ինձ
սիրելի իմ հայր սիրելի իմ հայր սիրելի ամեն Եկեք նստենք մեր հայտարարությունները Ձերքերիդ մեջ է ամբողջը իմ դեր քոն է հանգիստը իմ քո հոգու մեջ է ողջ կյանքը իմ քոն է Տիմոթեոսի թղթից մի հատված կարդամ, որտեղ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում է մի նամակ եւ այնտեղ տարբեր պատվիրաններ է տալի եւ պատվիրանների մեջ կան նաեւ օրինակ երիտասարդները ինչպես պետքա երիտասարդների հետ վարվել, ինչպես պետքա մեծահասակների հետ վարվել, որբևարիների հետ վարվել, տարբեր աստիճանի մարդկանց պատվիրներ է տալի։ Այդ թվում նաեւ հարուստների մասին Ասում է հետևյալը 6-րդ առաջ Տիմոթեոս 6-րդ գլուխ 17 խոսքից Այս աշխարհի մեջ հարուստ եղողներին պատվեր տուր որ չհպարտանան եւ անստույգ հարստության վրա հույսերը չդնեն հապա կենթանի Աստծո վրա որ ամեն բանի մեջ մեզ առատորեն կտա վայելելու Փառք Աստծուն Ուրեմն ստեղ մի բան նկատեցի աշխարհի մեծահարուստները չգիտեմ ում ի նկատի ունի բայց Այս մարդկանց կյանքի մեջ մի բան կար, որ հարուստ մարդիկ իրենց հույսը շատ բաների մեջ փողի վրա են դնում։ Օրինակ, երբ որ մի բան պետք է եղնում, օրինակ աղքատները, չունևորները Աստծուն են սկսում աղաղակել։ Իսկ հարուստները ամեն հարց փողով լուծում են եւ Աստծո կարիքը կարծես թե ել չի եղնում։ Բայց այստեղ զգուշացնում է, որ այդ մարդկանց սովորեցրու, որ ձեր հույսը այդ փողի վրա չտնեք։ Ձեր հույսը ամեն իրավիճակի մեջ Աստծո վրա դրեք, որովհետև Աստված ամեն բան առատապես տայլ սա վայելելու համար։ Շարունակության մեջ բարի գործեն, բարի գործերով հարստանան։ Առատաձեռը եւ ուրիշների պիտույքներուն հաղորդակից լինեն։ Հարստությունը կարաս նաեւ օգտագործես բարեգործության համար։ Ուրիշների կարիքները լրացնես, օգտակար եղնես, ինչի համար, շարունակությունը ասում է, հանդերձյալի համար կարենան անձերնին բարի հիմք դնել, որպեսզի հավիտենական կյանքը ձեռք բերեն։ Այսինքն, երբեմն հարստությունը այն ինչ որ մարդը ունի, նաև գիրքը սովորեցնում է, որ անենց արեք, որ հանդերձյալ աշխարհին, եկող աշխարհին, հավիտենական կյանքի մեջ բարի հիմք դնեք, եւ դա ոնց է տեղի ունենում, մի քիչ առաջ կարդացինք, ուրիշների պիտույքներին հաղորդ լինելով, շատ ծառայությունների մեջ մասնակից լինելով, իրանց ֆինանսներով, իրանց ներգրավվածությամբ, եւ սա նպաստում է, որ դու հավիտենական կյանքի մեջ ինչ անես, հիմք դնես, բարի հիմք դնես, եւ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված ինքը անիրավ չի, որ մեր սիրո այդ աշխատությունը մոռանա։ Ուրեմն ցանկացած մի մարդ, որ բարեգործություն անում, ինչ որ բաների մեջ նպաստում է իր մեկ լումանան ներդնում եկեղեցու կամ ծառայությունների մեջ, Աստծո մոտ դա գրանցվում է եւ ինչ անում մնում է, ես չգիտեմ, Աստծո մոտ հաշվի համար կա, ինչ կա, այդ ոնց է եղնելու, շատ բան չգիտենք, բայց ինչ որ մի բան կա, որ Աստված պահում է եւ ասում է, որ ձեր գանձերը երկինք դիզեք։ Ուրեմն այնտեղ պետք է գալու այդ գանձերը, դրա համար Աստծո ժողովուրդ Փառք Հիսուսին։ Ինչ էլ որ անեք, միշտ հիշեք, որ հանդերձյալ աշխարհը
կա, գոյություն ունի եւ սա հավատքի քայլա, որ մարդիկ հավատալով անում են, եթե չես հավատում, չես կարող անես, չէ՞։ Ուրեմն սրա մեջ հավատք է կա, ուրեմն ներ տնենք մեր հավատքը մեր հանդերձյալ աշխարհի մեջ եւ Տերը թող փառավորվի։ Եկեք մի աղոթք անենք, Տիրոջը շնորհակալ եղնենք, այն ինչ որ ունենք Տիրոջը նվիրելու, դրա համար Աստծուն փառք տանք եւ գոհանանք Աստծո ժողովուրդ։ Գիտեք, Աստծո խոսքը սովորացնում է, որ շնորհակալ եղողին Աստված տալիս է եւ ավելին է տալի։ Իմ կյանքի մեջ երկու անգամ դեպք եղավ, երկու անգամն էլ անշնորհակալ մարդկանց հանդիպեցի։ Մի կին մոտավորապես 25 տարի առաջ, մի կին մոտեցավ եւ ասեց. «Փող տուր սոված եմ»։ Ինչ կամ ունեի տվեցի, այս կինը վերցրեց, նայեց, վրես sense մունատ գալով հայկական ձևով, «Էս ինչ ես տալի», ասում է, «Այնքան տու որ գնամ մեծ հաց առնեմ ուտեմ»։ Ասելա հետ տուր այդ, երբ որ ասեցի, չտվեց, փախավ։ Շնորհակալ իրավիճակն է։ Մի անգամ ստեղ 17 տարի առաջ նույն բանը պատահեց։ Խանութից առևտուրալ եւ խանութպանը sense մի բուր կոպեկներ տվեց։ Կրպանից մեջ էր եւ նորից մի անտուն մեկը թափառական մեկ եկավ եւ փող ուզեց։ Այդ ամբողջ կոպեկները sense տվեցի իրան։ Երբ որ տվեցի եւ երևի մի 5 մետր երևի ավել քայլել էի, զգացի հետևից ցայներ ա գալիս կոպեկների։ Շրջվեմ, տեսնեմ, այն ինչ որ իրան պետք չէր, այնտեղ կար մի ցենտանոց եւ 5 ցենտանոցներ, նաեւ կար 25 ցենտանոցներ եւ ավել, որը իրան պետք էր պահեց, մնացածը շպրտեց հետևիցս։ Գիտեք, փառք Հիսուսին, Աստված ինձ միշտ օրհնել է, բայց նման մարդիկ, որ անշնորհակալ են, Աստված կարծում եմ հենց այդ է պատճառը, որ իրանք այդ ձև թափառական են, որտեղ անշնորհակալ են։ Տեր, շնորհակալ ենք իմ Աստվածս։ Շնորհակալ ենք, որ օրհնել ես ամեն ժամանակ, Տեր, շնորհակալ ենք, որ քո առատությունով ես օրհնել, Տեր, ամեն իրավիճակի մեջ եղել ենք, Տեր, բոլորս, ամեն ժամանակ թե պակասություն ա եղել, թե առատություն ա եղել, Տեր, սակայն այդ ժամանակները սովորեցրել ես, որ գոհանանք եւ շնորհակալ եղնենք քեզանից, Տեր։ Եվ ուզում ենք մեկ անգամ եւս շնորհակալ եղնել, Տեր, այն ինչ որ տվել ես, այն ինչքան որ օրհնել ես, Տեր, դրա մեջ հավատարիմ ենք, Տեր, եւ ուզում ենք մեր սիրո հավատարմությունը ցույց տալ այսօր էլ, Տեր, իմ Աստվածս։ Շնորհակալ ենք, թող օրհնված լինի ամեն մի եղբայրս, թող օրհնված լինի ամեն մի քույրս, որ այստեղ է, Տեր, իրաց ձեռքի աշխատանքը օրհնես, իրենց ֆինանսները օրհնես, Տեր, որովհետև քո տանդ մեջ բաժին են հանում, Տեր, քեզ համար բաժին են հանում եւ քեզ օրհնում են, Տեր, շնորհակալ ենք Հիսուսի անունով, ամեն։ Տեր օրհնի ձեզ։ Վստահ եմ, որ մենք երբ որ տալիս ենք Տիրոջը, հավատում ենք խոսքին, որովհետև խոսքը ասում է, այստեղ մարդկանց առաջ ես դա անում, բայց երկնքում դա ընդունում եւ վերցնում է Տերը։ Սա է ասում Աստծո խոսքը, սիրելիներ, սրա մեջ կա մեծ հավատք, որովհետեւ Աստծո թագավորության համար երկնքի մասին է խոսքս, ոչ մի գումար պետք չի։ Երկրի վրա Աստծո գործը անելու համար է պետք։ Եվ մենք պետք է բոլորս այդ նույն հավատքով կարողանանք նպաստել, որ այս Աստծո արքայությունը տարածվի եւ շատ-շատերը, բյուրավորները փրկվեն եւ Տիրոջը դառնան։ Ամեն։ Եկեք մի պահ մեր ձեռքերը բարձրացնենք վեր, միասին, որտեղ որ կաք, բարձրացնենք մեր ձեռքերը, ուզում եմ օրհնեմ ձեզ Տեր Հիսուսի անունով։ Երկնային Հայր, ահա քո ժողովուրդը, որ պատրաստ են քեզ օրհնել, որոնց համար քո թագավորությունը իրական է այս երկրի վրա, որոնք հավատում են, որ դու ժողովուրդ ես պատրաստում այս երկրի վրա, որ շուտով պիտի վերադառնաս եւ քո աշխատության պտուղը պիտի վեր առնես։ Եվ այստեղ են այն սիրելի եղբայրերս ու քույրերս, ովքեր իրենց կյանքի մի մասից տալիս են, որ ուրիշներին կյանք տա։ Եվ ես աղոթում եմ, Հայր, որ ամեն մեկին օրհնես քո առատությամբ, նրանց որևէ մեկին որևէ բանի պակասություն թող չլինի, թող որ Տեր ամեն կարոտություն լինի լրացված քո աստվածային առատ ձեռքերից, Հայր, եւ թող քո շնորհքը տարածվի, քո բարությունը հեղվի, ամեն մեկի ամբարները լցրու, նրանց ձեռքի աշխատանքը օրհնիր, նրանք ովքեր աշխատանքի կարիք ունեն, ով Տեր, աղոթում եմ Տեր, վերադասավորում արա Տեր, որ քո ծառաները
հիանալի աշխատանք ունենան, որով վայելեն եւ քեզ փառավորեն եւ բաժին հանեն իրենց ստացվածքից, Հայր։ Աղոթում եմ օրհնիր յուրաքանչյուրիս, պահիր եւ պաշտպանիր եւ վայելել դուր այն օրհնությունները, որոնք որտեղ այս օրերի մեջ քո սիրտը արձակում է մեզ համար։ Թող քեզ լինի ամեն փառք մեր Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն, ամեն։ Եկեք հզոր ծափահարություն տանք Տիրոջը։ Հալելույա։ Եվ եկեք շնորհակալություն ասենք մեր պաշտամունքի խմբին, ելի ձեր ջերմ ծափահարությամբ փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Կարող ենք ասել ամեն։ Օրհնյալ լինի մեր Աստված, որ մեզ օրհնության ժամանակներ է տալիս եկեղեցու մեջ գալ եւ նրա ոտքերի շուրջ նստել եւ օրհնվել։ Գիտեք, սա բացառիկ առիթ է, սիրելի քույրս եղբայրս։ Աստծո խոսքն ասում է, մենք մի սեղան ունենք, որից հեթանոսները իրավունք չունեն օգտվել։ Գիտեք, որ սա այնպիսի մի սեղան է, դա Աստծո ներկայության սեղան է, որտեղ Աստծո հրաշքները եւ օրհնությունները իր եկեղեցու մեջ են եւ նրանք, ովքեր ում սիրտը Աստծո հետ չի, չեն կարողանում օգտվել։ Բայց ես այնքան ուրախ եմ ձեզ համար, որ տեսնում եմ ձեր քաղցր դեմքերը, որ դուք եկել եք Աստծո սեղանից օգտվելու։ Դուք բացառիկ մարդիկ եք, դուք յուրահատուկ մարդիկ եք։ Ձեզանից երկրորդը չկա։ Գիտեք, չէ, Աստված միշտ օրիգինալ բան է ստեղծում, որ երկրորդը չի լինում։ Մենք միշտ փորձել ենք ամեն ինչը ինչ որ ձև նմանեցնել մեկը մյուսին, բայց դա հնարավոր չի, սիրելիներ, կգտնենք որոշ բաներ, մեկը մյուսին նման լինեն, ասենք օրինակ երեխին նմանեցնում են պապային, չէ, աղջկան մամային, չգիտեմ, տարբեր վերջապես, հենց լավն ալնում ասում են մամանա, վատն ալնում ասում են, հա, բայց մենք դրան չենք հավատում։ Հակառակը, չէ։ Բայց գիտենք մի բան, ոչ մեկ մյուսի տեղը չի, ամեն մեկս յուրօրինակ ենք, յուրահատուկ ենք, արժեքավոր ենք Տիրոջ փառքի մեջ, ամեն։ Նրա ձեռքերը հատուկ աշխատեցին մեր վրա, նրա սիրտը հատուկ ուզեց մեզ ստեղծի եւ ստեղծեց լավագույնը, հիանալին, անթերին եւ կատարյալը, ամեն։ Վստահ եմ դուք երբ որ հայելու մեջ նայում եք, աշխատում եք թերություններ տեսնեք, բայց եկեք մի բան հասկանանք, այդ դրսի մասին չէ որ խոսքս կա, սիրելներ, դրսից միշտ էլ տարբեր են, գիտեք, չկան տգեղ մարդիկ, կան իրար չնման մարդիկ, իրար նման չեն եւ դա նորմալ է, որովհետեւ երբ որ Աստված ուզեց ինձ այսպես գեղեցիկ սարքի, ձեզ այդ պաշտոնը չտվեց հիմա, ինչ այն, դուք էլ մեղավոր չեք, բայց երբ որ Աստված ձեզ ստեղծեց գեղեցիկ, ես նախանձեցի, մտածեցի որ Տեր Աստված ինչքան լավ է ստեղծել դու, իմ նման չի, թե չէ ես իմ հետ միշտ կռիվ ունեմ, ուրեմն ձեր հետ էլ միշտ կռիվ անեի, բայց փառք Աստծուն, շնորհակալ ենք Տիրոջը, որ մենք յուրահատուկ ենք, ամեն։ Շատ լավ սիրելիներս, այսօրվա իմ նյութը պիտի հրաշալի մի մաս լինի Սուրբ գրքից, որ պիտի փոխանցեմ ձեզ եւ երբ որ ես կարդում եի այս հատվածը, Սուրբ Հոգին հիանալի ձևով սրտից մեջ խոսեց։ Գիտեք, մենք շատ ենք ընկած թերության կողմերը նայելու, բայց այսօր ուզում եմ քեզ քաջալերեմ, քեզ գնահատեմ։ Իսկապես գնահատել Աստծո ստեղծագործությունը, գնահատել իմ քրոջը եւ եղբորը, որ դուք եք, գնահատել ընտանիքը, որի մեջ մենք ապրում ենք եւ կանք։ Սա այն հրաշալի վայրն է, որի անունն է եկեղեցի, որը Քրիստոսի մարմինն է, հենց անմիջականորեն նրա մարմինը երկրի վրա։ Երբ եթե մեկը ասի ուզում է Հիսուսին ճանաչի, եկեղեցու մեջ, ընտանիքի մեջ, մեր փոխանցած խոսքից, մեր հավատքից են մարդիկ ճանաչում Քրիստոսին։ Ամեն։ Եվ աճումը տեղի է ունենում, երբ որ մարդը կարողանում է կպած մնալ Տիրոջը։ Եվ այսօրվա իմ խոսքը սիրելներ վերցրել եմ առաջին Թեսաղոնիկեցիներ առաջի գլխից։ Այսինքն ամբողջ առաջին գլուխը։ Պողոս առաքյալի նամակն է Թեսաղոնիկեի եկեղեցուն։ Գիտեք, որ առաքյալը տարբեր եկեղեցիներին ուղղված նամակներ ունի, եւ դրանցից որոշները մեզ անմիջականորեն հոգևոր խորհուրդ են պարունակում մեզ օրհնություն լինելու համար, որոշները կապ ունեն նաև տեղական եկեղեցուն, բայց մենք փորձենք այս ամենի մեջ գտնենք այն, ինչ որ այսօր հենց մեզ անմիջականորեն կապ ունի։ Ուրեմն սիրելիներ, իմ այսօրվա պատգամը վերնագրել եմ այսպես. Եկեղեցին Աստծո մեջ։ Ով է եկեղեցին։ Գիտեք, երբ որ սահմանում են ուզում տալ ինչ է եկեղեցին կամ ով է եկեղեցին, առաջի հերթին միանգամից չգիտես ինչու կամարներ, պատուհաններ, ինչ որ գմբեթ, ինչ որ խաչ կամ ինչ որ բան ենք նկարագրում, այդպես է թե չէ։ Օրինակ, երբ որ դուք գնում եք միտեղ, տեսնում եք, որ այո, շենքերը կան, բայց եկեղեցի կա թե չէ։ Արդյոք եկեղեցին քարերն են։ Ոչ,
Ոչ քարերն են եկեղեցի, ոչ նրա պատուհաններն ու դռները, ոչ լուսա, ոչ մի բանը։ Անկամ ինչ որ գեղեցկություն է լինի, դա չէ եկեղեցին։ Դրա մեջ հավաքվում է եկեղեցին։ Այսօր շատ տեղերում սիրելներ, մեր քույրերը, եղբայրները մեզ նման հավաքվել են տարբեր տեղերում եւ միասին Տիրոջը օրհնել են, եւ դա է եկեղեցին։ Որովհետեւ եկեղեցին ինքը կենթանի օրգանիզմ է։ Եվ այսօր ինձանից ու քեզանից բաղկացած այս եկեղեցին փայլում է Աստծո ներկայության մեջ։ Նրա ներկայության լույսով է փայլում։ Նա է կանչում մեզ իր ներկայության մեջ գալ եւ փառավորել Տիրոջը։ Ինչու, որովհետև Աստծո խոսքն ասում է, թե Հայրը մեզ չքաշի դեպի իրեն, մենք չենք կարող գալ։ Ոչ ոք չէր կարող Աստծուն փնտրել եւ գտնել միայն այն ժամանակ, երբ որ Աստված տեսնում է մենք ուզում ենք եւ ինքը ընդառաջ է գալիս իրեն բացահայտելու համար։ Էնպես որ ես ու դու այստեղ ենք, որովհետև նա ուզում է մեզ ավելի բացահայտել իր սիրտը մեզ համար։ Եվ վերնագրից արդեն ձեզ պարզ է, եկեղեցին Աստծո մեջ։ Եկեղեցին չի կարող Աստծուց դուրս եկեղեցի լինել։ Եկեղեցին չի կարող Աստծո ճշմարտությունից դուրս եկեղեցի լինել։ Աստծո խոսքից եւ կանոններից դուրս չի կարող եկեղեցի լինել։ Դա նման կլինի, որ ինչ որ մի երեխա զարգանա մոր փորից դուրս։ Դա անհնար է։ Ոչ մի բանով կապ չունենալով մորը, բայց այսօր մենք աճում ենք եւ այս տարիների ընթացքում մենք առաջացել ենք ավելի հավատքի մեջ, շնորհիվ նրա, որ Տերը իր եկեղեցին բարձրացրել է եւ տվել է հնարավորություն, որ մենք գանք եւ վայելենք։ Ամեն։ Ուրախ ենք Տիրոջ տված օրհնության համար, իր եկեղեցու համար։ Եկեք լավ ծափահարենք Տիրոջ, ասենք շնորհակալ ենք այս հիանալի եկեղեցու համար։ Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակի մեջ Պողոս առաքյալը հենց առաջի խոսքերից բացահայտում է եկեղեցու տեղանքը, եկեղեցու location-ը, որտեղ է եկեղեցին, որտեղ է բնակվում ճիշտ եկեղեցին կամ ընդհանրապես եկեղեցին, սխալ եկեղեցի չկա, սիրելներ, կա եկեղեցի։ Եթե չկա այդ պայմանը, ուրեմն դրանից են կողմ արդեն էլ սխալ, ինչ ուզում եք անունը դրեք, միանշանակ այդպես արդեն ընդունելի չէ։ Այսպես է ասում Տիրոջ խոսքը, ասում է Պողոս եւ Սիվղանոս եւ Տիմոթեոս Թեսաղոնիկեցիների եկեղեցուն Աստված հոր մեջ եւ Տեր Հիսուս Քրիստոսի մեջ շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղություն մեր Հայր Աստվածանից եւ Տեր Հիսուս Քրիստոսից։ Եկեղեցին, որ գտնվում է որտեղ, բարձր ասենք, Հայր Աստծո մեջ եւ Հիսուս Քրիստոսի մեջ։ Որտեղ փնտրենք եկեղեցին, Քրիստոսի մեջ։ Եթե եկեղեցին Քրիստոսի մեջ է, Քրիստոսի մեջ չի կարող հիվանդ լինել ինչ որ բան, չի կարող սխալ լինել ինչ որ բան։ Եկեք նայենք ամբողջական պատկերը։ Երբեմն մենք նայում ենք, որ եկեղեցին է ճիշտ։ Սիրելներ, ճիշտ է այն եկեղեցին, որ Հայր Աստծո եւ Հիսուս Քրիստոսի մեջ է։ Ամեն։ Որ ներծծված է, որ ինքը իր մեջ ամբողջական քաշել է Աստծո ճշմարտությունները, այն խոսքերը, այն պատվերները, որոնցով որ զորանում եւ առաջ է գնում եկեղեցին։ Գիտեք, շատ բաներ կարող է հարվածել մեր կյանքին, եկեղեցուն, տարբեր, բայց արդյունքում ի՞նչն է կարևոր։ Մնայուն ենք, թե ոչ։ Փորձություններ կարող են լինել եւ պետք է լինեն։ Տեր Հիսուսը երբեք չերաշխավորեց, որ երբ որ մենք հավատանք, խնդիր, փորձություն, խնդրեմ չենք ունենալու։ Մենք կունենանք եւ դրանք մեզ ավելի կարմատացնեն Տիրոջ մեջ, նրանք մեզ կսովորեցնեն ինչպես ավելի խորը տանել մեր հավատքի աղբյուրները, մեր արմատները ավելի խորացնել Աստծո գետերի այն խորունքներ տեղերի մեջ, որ երբ որ փորձությունները գան, մեր կյանքը թեկուզ կերերայել, բայց չի կոտրվի եւ չի հեռանա Տիրոջից։ Ամեն։ Պողոս առաքյալը այս նամակը ուղղում է Թեսաղոնիկեցի եկեղեցուն, որ ցույց է տալիս, թե դուք իրականում որտեղ եք։ Սիրելի քույրս, եղբայրս, անկեղծ լինենք։ Ինչքան ենք զգացել, որ Տեր Աստված մեզնից ինչքան հեռու է, մենակ ենք մնացել, չէ՞ դուք զգացել եք թե չէ։ Ես շատ անգամ ունեցել եմ այդ փորձառությունը։ Ինձ թվացել է, թե Աստված հեռու է ինձանից։ Մտածել ասել եմ, Տեր Աստված ոնց կլինի, դու տեղյակ ես ինչա կատարվում, դու գիտես իմ հետ ինչա տեղի ունենում։ Բայց երբ որ կարդում ես այս խոսքերը, հասկանում ես, Տեր, դու ամեն ինչից լավ տեղյակ ես, ես տեղյակ չեմ, որտեղ եմ գտնվում։ Սիրելի քույրս, եղբայրս, անկախ նրանից ինչի մեջ որ դու կաս, հիշիր, դու Աստծո մեջ ես։ Գիտեք ինչի է նման, ջուրը բաժակի մեջ եւ բաժակը ջրի մեջ։ Երբ որ Աստված քո մեջ է եւ դու Աստծո մեջ ես։
Եվ ներսից եւ դրսից դու պատված ես նրա ներկայությամբ։ Մենք հաճախ մոռանում ենք սա։ Փորձությունը գալու ժամանակ ասում ենք, Տեր, որտեղ ես։ Տերն ասում է, ես որտեղ եմ, բա դու որտեղ ես։ Մի հատ նայ շուրջդ։ Չէ որ ես քեզ պաշտպանում եմ, չէ որ ես քեզ օրհնում եմ, չէ որ ես քեզ հետ եմ խոստացել եմ, ամեն օր ես ձեզ հետ եմ, մինչև երկուշաբթի երեկոյան, ամեն։ Մինչև աշխարհի վերջը։ Կապ չունի այդ աշխարհի ընթացքում ինչ կկատարվի, նա մեզ հետ է մինչև վախճանը, մինչև վերջին շունչը մեր կյանքի, ահա որտեղ է գտնվում եկեղեցին։ Գիտեք, շատ մարդիկ ուզեցին, որ եկեղեցին վերջացնեն, սպանեն, քրիստոնյաներին տանջեն։ Մենք անհատապես շատ ենք աղոթել մեր եղբայրների եւ քույրերի համար, որոնք աշխարհի տարբեր տեղերում հալածանքներ են կրում։ Շատ սխալ ենք արել, որ դա չենք ավելի ընդհանրացրել միասնաբար աղոթելու հետ։ Չենք կարողացել բերել ընդհանուր թեմա սարքել, տարբեր պատճառներով։ Չկա դիտավորություն, չկա աչառություն, կա բաց թողում։ Խնդրում եմ մեր սիրելի քույրերը, եղբայրները, որոնք Պարսկաստանում են, թող մեզ ներող լինեն, որ մենք բաց թողում ենք ունեցել։ Այսօր իմ շատ սիրելի քույրը մոտեցավ եւ ասեց, Արտակ եղբայր, մենք այս խնդիրը ունենք, որ չենք աղոթել իրար հետ, որպես եկեղեցի։ Ես ասացի, այո, ամենայն անկեղծությամբ սխալվել ենք, բաց թողում ենք արել, բայց հենց հիմա ուզում ենք դա շտկենք։ Ամեն։ Գիտեք, որ Պարսկաստան ես եղել եմ։ Պարսկաստանում տարիներ առաջ ծառայություններ եմ ունեցել այնտեղ, տարբեր եկեղեցիներում, տարբեր քաղաքներում, թաղամասերում ունեցել եմ ծառայություններ, բայց գիտեք ինչն է հետաքրքիր ինձ համար, այսինքն այս պահին իմ զգացողությունը, որ այն ժամանակ ինձ դիմավորեցին այն սուրբերը, որոնք այսօր նախատինքի եւ մահվան սպառնալիքի առաջ են կանգնած։ Այն ժամանակ լավ էր ամեն ինչ, բաց դռներ, առատություն, հարստություն, եկեք մեր մոտ, մեր տուն, հանգստացեք, քնեք, ծառայեք, ամեն ինչ անում են, փորձում են ուրախ պահել ինձ։ Բայց այսօր զգացումը սա է, այդ նույն քույրերն ու եղբայրները մահվան սպառնալիքի առաջ են։ Ես չեմ ուզում մտնեմ քաղաքական դաշտ, դա իմ գործը չի եւ ոչ մեկինս չի, բայց մենք կարիք ունենք աղոթելու, որ Աստված պաշտպանի մեր քույրերին ու եղբայրներին։ Ամեն։ Ես գիտեմ մարդկանց, որոնք բանտերի մեջ են, որոնց համար միգուցե հույս էլ չկա, որ իրանք դուրս կգան, որտեվ փորձառությունը կյանքի ցույց է տվել, որ այո, դնում են բանտ եւ այնտեղից նա դուրս չի գալիս ողջ եւ առողջ։ Բայց անկախ ամեն ինչից գիտենք, որ մեր Աստծո ձեռքը չի կարճացել։ Մենք գիտենք, որ Աստված նրանց հետ է անգամ այդ բանտախցի մեջ, սահմանափակումների մեջ։ Կխնդրեմ, որ բոլորս կանգնենք Տիրոջ առաջ։ Կխնդրեմ, որ քո աչքերը դարձնես եւ տեսնես անմեղ քույրերի ու եղբայրների, անմեղ մարդկանց, որոնք որ ինչ որ կրոնական ազդեցությունների կամ ռեժիմների կամ քաղաքական հայացքների պատճառով այսօր դժբախտությունների առաջ են կանգնած։ Որոշների ընտանիքներից մարդիկ են սպանվել, որոշների ընտանիքները արդեն բաժանվել են իրարից, որովհետև այլևս թշնամի այդ վերաբերմունքը այնքան է փչացրել, այնքան է այս մարդկանց կյանքը հարվածել, որ նրանք այլևս չեն կարող իրար հետ լինել։ Եվ եկեք աղոթենք միասին, որ Տերը իր հրաշք ու ողորմություն անի։ Սիրելի մեր երկնային Հայր, մենք քեզ շնորհակալություն ենք ասում այս օրվա համար, որ հիմա մենք այստեղ կարող ենք կանգնել եւ գիտենք, որ երբ որ աղոթենք մեզ լսող կա եւ դու ես մեզ լսողը։ Գիտենք, որ Տեր Աստծո խոսքը, քո ճշմարիտ խոսքը ասում է, որ եղբայրներն էլ տարբեր տեղերում հալածանքներ են կրում։ Տեր Աստված, թեկուզ մի փոքր ուշացած, բայց աղոթում ենք միաբան, Տեր, այսօր ամբողջ եկեղեցով իմ սիրելի քույրերին ու եղբայրների հետ միաբան խնդրում ենք, որ քո աստվածային ներկայությունը իջնի, Տեր, Պարսկաստան երկրի վրա։ Աղոթում ենք, Տեր, որ այն անմեղ զոհերը, այն արյունը, որ թափվում է, ով Տեր, դրանք քո առաջ գան, Տեր, եւ դու նայես դրանց, եւ քո ողորմությամբ, Տեր, յուրաքանչյուրին ձեռք մեկնես, Աստված իմ։ Թող կոտրվի սատանայի ռեժիմը, թող քանդվի ամեն մարդասպանության պիղծ ոգու գործը, թող որ Տեր քո ժողովուրդը կարողանա քեզ երկրպագի ազատությամբ։ Տեր, աղոթում եմ, հասիր մեր սիրելիներին, որոնք նեղություն են կրում, որոնց համար Տեր ամեն մի վարքյանը պայքար է ապրելու, ամեն մի ակնթարթը Տեր վախի ազդեցության մթնոլորտի մեջ է, որ կարող է հենց այդ պահին իրանց տուն գան։ Հայր, աղոթում եմ, քո ձեռքը դիր իրանց վրա, քո պաշտպանությունը դիր իրանց վրա, ողորմիր իրանց, Տեր,
թող որ քո երկնային հրեշտակները իջնեն պաշտպանելու քո զավակների տունը, թող քո մեկ խոսքը բավարարի, որ կոտրվի սատանայի ամեն շղթաները, որ Տեր ազատում եւ արձակում գա նրանց, ովքեր բանտարկված են, որպես քրիստոնյա, որպես եղբայրներ, քույրեր, եւ թող թաց աչքերին մխիթարություն լինի քեզնից, ով Տեր, եւ թող Տեր ամեն սիրտ ուրախանա տեսնելու իր հարազատին ազատության մեջ, Հայրս։ Շնորհակալ եմ, Հայր, ողորմիր, օրհնիր, Տեր քո հրաշքը արա, եւ Տեր թեև այսօր Հայաստանը որպես մի քաղաք է, որ կարող են մարդիկ գնալ այնտեղ եւ պատսպարվել, ես աղոթում եմ, թող Հայաստան աշխարհը Տեր իրանց համար լինի մխիթարության մի վայր, մի տեղ, որտեղ կարող են սփոփանք գտնել, եւ թող այս մարդիկ Տեր եկեղեցուդ կպնեն եւ իրանց սրտերի մեջ գտնեն քեզ եւ քո Սուրբ Հոգու մխիթարությունը։ Շնորհակալ ենք քեզ, Տեր, որ դու մեզ լսում ես այս աղոթքը, այս խնդրվածքը բերում ենք քո ոտքերի առաջ, մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Սիրելիներ, ինչ որ է, որտեղ էլ լինենք, ինչ իրավիճակում էլ լինենք, գիտենք, որ եկեղեցին Աստծո մեջ է բնակվում։ Եկեղեցու location-ը նրան գտնելը սա է, գնա Աստծո մեջ եւ այնտեղ կգտնես քո տունը եւ քո եկեղեցին։ Ամեն։ Պատկերացրեք, սիրելիներ, մենք քայլում ենք այս ֆիզիկական աշխարհում, այս ֆիզիկական աշխարհը մեզ համար իրական աշխարհ է, այդպես է թե ոչ։ Իրական աշխարհ է, մեզ համար էս է իրականը։ Բայց գիտեք, դու կապ չունի ֆիզիկապես այս երկրի վրա ես քայլում, բայց հոգևոր աշխարհում, հոգևոր իրականության մեջ դու քայլում ես Աստծո մեջ։ Աստծո մեջ։ Աստծո խոսքն ասում է, որ Աստված տիեզերքը ստեղծեց։ Գիտեք, որ ստեղծվածը ավելի փոքր է, քան ստեղծողը։ Ամեն։ Եվ Աստծո խոսքն ինչ է ասում, Աստված երկինքները տեսնելու համար խոնարհվում եւ ցած է իջնում։ Ուրեմն պատկերացրեք, երկինքները այդ հսկայական, անբացատրելի, անմեկնաբանելի մեծությունը տեսնելու, նկատելու համար Աստված իջնում է, ուրեմն ինչքան բարձր եւ մեծ է նա։ Եվ հանկարծ ես ու դու փոքր էակներս մտածում ենք, բա մենք որտեղ ենք։ Սիրելիս, մենք Աստծո սրտի մեջ ենք։ Մենք Աստծո մտքերի մեջ ենք։ Մի քիչ բառս կարող է կոպիտ հնչի, Աստծո երազանքների մեջ ենք։ Նրա վայելքի մեջ ենք, նրա ցանկության մեջ ենք, նրա փաղաքշանքի մեջ ենք, նրա մխիթարության ու ջերմության մեջ ենք։ Ահա թե որտեղ ենք մենք, քրիստոնյա քույրեր եւ եղբայրներ։ Հիմա եթե ինչ էլ քո հետ պատահի, ել մի ասա տենաս Աստված խաբարա, չէ, Աստված ամեն ինչից է տեղյակ։ Ամեն։ Գիտեք, որ իրականում Գործք առաքելոց 17-րդ գլխի մեջ 28 համար ուզեմ ձեզ կարդամ, ասում է, որովհետև մենք նրանով ենք ապրում եւ նրանով ենք շարժվում եւ նրանով կանք։ Ահա թե որն է իմ ու քո գաղտնի այդ թաքնված կոդը։ Որտեղ ես դու քայլում, ումով ես շարժվում, որտեղ ես եւ քո գոյը, քո ով լինելը, ով է երաշխավորել, ով է ֆինանսավորել քեզ, որ դու լինես։ Միայն նա, մեր սիրող Հայրը։ Ամեն։ Վստահ եմ, այս ծառայությունից հետո մեր ինքնագնահատականը Քրիստոսով ավելի կբարձրանա։ Մեր ով լինելը ավելի մեզ համար պարզ կլինի։ Գիտեք, որ երբ որ Աստված ուզեց, որ իրեն հայտնի, բոլորը չէ որ կկարողանային դա հասկանան։ Գիտեք, բոլորս էլ նույն սիրտը ունենք։ Բոլորս ունենք նույն մատերիալը, նույն բանը ունենք, բայց կա մի տարբերություն քո եւ ուրիշների մեջ։ Դու որոշեցիր սիրտը տաս իմաստության, դու որոշեցիր սիրտը բացես կյանքի համար եւ Աստված իր փառավոր ներկայությամբ լցրեց քո կյանքը, դու սկսեցիր ճանաչել նրան։ Մենք փոխարինում ունեցանք, մենք ինչ որ ուրիշ բանից անցանք ուրիշ բանի։ Գիտեք, սա գեղեցիկ դրսևորում է, երբ որ մարդ մի ժամանակ ուրիշ էր, հիմա ուրիշ է։ Եթե մեկի կյանքը չի փոխվում իր ապաշխարությունից Աստծուն ճանաչելուց հետո, ուրեմն նշանակում է դեռևս ինքը մուտք չի գործել Աստծո խորքերը։ Ինչ որտեղ մտել եւ հետո փախել է, դուրս է գնացել միգուցե։ Բայց այսօր ես ու դու կարող ենք մեր սիրտը բացել Տիրոջ առաջ եւ ասել. Տեր, շնորհակալ եմ, որ ես քո մեջ եմ։ Նույն Թեսաղոնիկեցիների առաջի գլուխ 2-3 համարներն ասում է գոհանում եմ Աստվածանից ամեն ժամանակ, Պողոս առաքյալն է ասում, ձեր ամենքի համար, ձեզ հիշելով մեր աղոթքներում։
Եվ անդադար հիշում ենք ձեր հավատքի գործը, սիրո աշխատանքը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հույսի համբերությունը Աստծո եւ մեր Հոր առաջին։ Այս 2 եւ 3 համարների մեջ Թեսաղոնիկեցին ուղված նամակում Պողոս առաքյալը կարծես ընդգծում է քրիստոնեական կյանքի 3 կարևոր տարրերը, 3 բաղադրիչները։ Առաջինը դա հավատքի գործն է։ Ասում է, որ անդադար հիշում ենք ձեր հավատքի գործը։ Կան գործեր, որոնք որ անհավատության գործեր են, չէ՞։ Անհավատության գործեր են։ Մարդ, որ Աստծուց չի վախենում, ինչ ասես գործում է, եւ մտածում է, որ դա նորմալ է։ Սիրելի քույրս, եղբայրս, անկախ նրանից ով ինչ կանի, դու քո գործերը փորձիր անես լավագույնը ինչ որ անում ես եւ դրանք թող բխեն հավատքից։ Քո գործերը պետք է հավատք ներշնչեն մարդկանց մեջ, որը դու ցույց ես տալիս, որ դու հավատում ես։ Հակոբոսը, մեր սիրելի եղբայրը, 2-րդ գլխում 17 եւ 18 համարներում այսպիսի խոսքեր է ասում. Այսպես էլ է հավատքը, եթե գործ չունենա, ըստ իրեն ինքն իրեն մեռած է, բայց մեկը ասի, թե դու հավատք ունես եւ ես գործ ունեմ, ցույց տուր ինձ քո հավատքը քո գործերից, եւ ես էլ ցույց կտամ քեզ իմ հավատքը իմ գործերից։ Եթե մեկն ասի հավատք ունեմ եւ գործ չունենա, ասում է, որ այդ հավատքը մեռած հավատք է։ Կներեք մի քիչ, շատ ներողություն եմ խնդրում, ուզում որ ինձ ճիշտ հասկանաք։ Հավատքը դա նման է մի քիչ գժոտ բան է։ Կներեք բառից, հասկանում եք, չէ՞ ինչ նկատի ունեմ։ Մի քիչ տարօրինակ է, ինչ որ ստանդարտից դուրս է։ Գիտեք ինչի, որովհետև քո վերաբերմունքը ինչ որ դու ունես որպես Աստծո մարդ եւ նրանք որպես Աստծո մարդ չեն եւ այդ վերաբերմունքը ունեն, լրիվ տարբեր բան է։ Ես շատ դժվար ժամանակներ եմ ունեցել եւ վստահ եմ դուք էլ հարազատների խնդիրներ եք ունեցել, բան եք եղել, չէ՞։ Միշտ դու ուրիշ ձև ես նայել հարցի լուծմանը, ուրիշները ուրիշ ձև են նայում հարցի լուծմանը։ Դու մտածում ես, որ այս բանին կարելի է մի փոքր հետ գնալ, պարզապես ճանապարհ տալ Աստծուն եւ թող Աստված անի։ Որոշները թևերը քշտում են եւ մտնում են հարցեր լուծելու։ Եվ վնաս են քաշում։ Ինչի, որովհետեւ իմ եւ քո գործելավոճը կամ գործերը բխում են հավատքից, որովհետեւ ես գիտեմ, Աստված ասում է իմն է վրեժխնդրությունը, դատաստանը իմն է։ Ես հետ եմ քաշում, ասում Տեր, քոնն է վրեժխնդրությունը եւ քոնն է դատաստանը։ Կամ մարդկանց որոշների սիրում ես, լավ ես խոսում, կողքից ասում են, դու ո՞նց ես դրա մասին խոսում լավ, ո՞նց ես դրան սիրում։ Գիտեք ինչի, որովհետև ոնց տեսնում ենք հայրը մեզ արեց, մենք էլ փորձում ենք այդպես իրան անենք։ Անկախ նրանից ինչպիսի կարգավիճակում է նա։ Պետրոս առաքյալը նկարագրում է այս գործնական հավատքի բաղադրիչները, թե ինչերից է բաղկացած գործնական հավատքը։ Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 5-8 համարներ եմ կարդում։ Եվ այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հավատքը ներկայացրեք առաքինություն, ձեր հավատքի մեջ ներկայացրեք առաքինություն, առաքինությունով գիտություն, գիտությունով ժուշկալություն, որ համբերատարություն է, եւ ժուշկալությամբ համբերություն, եւ համբերությունով աստվածպաշտություն, եւ աստվածպաշտությամբ եղբայրասիրություն, եւ եղբայրասիրությամբ սեր, որովհետև այս բաները ձեզանում մնալով, աճելով, դատարկ եւ անպտուղ չեն անի ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությունում։ Բաղադրիչներ, որոնք որ ցույց են տալիս հավատքի գործը։ Մի բան, որ դու անում ես աստվածպաշտությամբ, անում ես երկայնամտությամբ, անում ես համբերատարությամբ, անում ես սիրով, զգում եք, որ երբ որ ասում ենք հավատքի գործ, դա այնպես չի, որ հրեշտակը ինչ որ մի բան բերում, ասում է առեսի քեզ ոչ մեկ չի իմանա ու դու սենց բան արա։ Չէ։ Դա մենք ապրում ենք բնական։ Երբ որ փոխված ես, երբ որ ներսդ ուրիշ մարդ է, դու ուրիշ բան չես կարող անել, անում ես այն ինչ որ դու ես։ Եվ ես գիտեմ, սիրելներ, ուզում եմ ձեզ գովեմ այս հարցում, շատ բաներ ձեր կյանքի մեջ եկան, ձեր նավակին խփեցին, շատ ալիքներ փորձեցին ձեզ կորցնել, բայց դուք մնացիք հաստատուն, ինչի, որովհետև խոսքը ամուր բռնեցիք, որովհետև Աստծուն ամուր բռնեցիք, եւ թույլ չտվեցիք, որ խոսքը ձեզանից հեռանա կամ դուք հեռանաք, որովհետև մի կարճ ժամանակ միգուցե դուք շփոթվեցիք, բայց նորից արագ վերադարձաք Տիրոջը եւ Աստծուն որպես ձեզ զորություն սարքեցիք։ Դրա համար դուք այսօր կաք։ Ամեն։
Քո կողքի հերոսին մի հատ դարձի նայի հələ տեսել է։ Հերոսա քո կողքի նստածը։ Հավատքի մեջ մնալ այսօր հերոսություն է։ Ձեռներս ճարելներ մենք մի հատ մեդալ կտանք ամեն մեկիդ։ Որովհետև հավատքի կյանքի մեջ, հավատքի ճանապարհի մեջ մնալը հեշտ գործ չի։ Սա մշտական անverջ պայքար է, որ բոլորն են ունենում այս պայքարը։ Ուրեմն սիրելիներ, ես մի բառ կա, որ շատ եմ սիրում, ես առաքինի բառը։ Ասում այս բանի վրա ամեն ջանք անելով հավատքով ներկայացրեք առաքինությունը։ Առաքինություն բառը, ես երբ որ փորձեցի մի քիչ հայերեն ավելի հասկանամ ինչ նկատի ունի, մենք առաքինին հասկանում ենք պարկեշտ, չէ՞, այս չափի մեջ ձևած ամեն ինչը ճիշտ տեղին թերություն թույլ չտվող վատ չէ եւ ճիշտ է։ Բայց մի քանի բան առանձնացրել եմ, որ կարծեմ հետաքրքիր կլինի։ Առաքինությունը իր մեջ անպայման ներառում է խոնարհություն, համբերատարություն, այսինքն խոնար, բայց ոչ թույլ։ Որ դու խոնար ես, մարդիկ մտածում են դու թույլ ես, չէ, թույլ չես, խոնար ես։ Կամ համբերատար, բայց ոչ անտարբեր։ Արդար, բայց ոչ դաժան։ Ողորմած, բայց ոչ անսկզբունքային։ Հավատարիմ ճշմարտությանը, նույնիսկ դժվար ժամանակ։ Սիրող ես գործով, ոչ թե խոսքով։ Խաղաղարար ինքը չի սրում խնդիրը, այլ բուժում է խնդիրը եւ ինքնազսպված ղեկավարող իր ցանկությունները։ Այս մի բառը պատկերացրեք ինչ է նշանակում։ Եթե կարիք ունենք իսկապես այս որակը ունենալու, Տիրոջը պիտի խնդրենք Տեր, ես հələ հեռու եմ այս որակից, խնդրում եմ ինձ ողորմի։ Ես ուզում եմ առաքինի մեկը լինեմ։ Ամեն։ Աստծո խոսքն ասում է, որպեսզի դուք քարոզեք Քրիստոսի առաքինությունները, որը ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսին կանչեց։ Քրիստոսի առաքինությունները, այս ամեն ինչը։ Ահա թե ինչն էր առաքինությունը։ Գիտեք, այսպիսի մարդը հավատում է, որ իրեն մի բան է վստահված եւ այդ ինչ որ ինքը անում է, Աստծուց տրված իրան ինչ որ ինքը անում է, վերջի հաշվով ինքը դա անում է ոչ թե մարդկանց համար մարդուն հաճելի լինելու, այլ առաջինը Աստծուն հաճեցնելու համար։ Քո հոգևոր եւ ով լինեն այդ որակը ինչ որ դու ունես, այդ առաքինությունը առաջի հերթին հաճելի է Տիրոջը։ Եվ քո կյանքը, քո ով լինելը առաջի կետում հաճեցնելն է Աստծուն։ Երկրորդ, առաքյալը խոսում է սիրո աշխատանքի մասին։ Տեսեք ինչ հետաքրքիր է։ Սիրո աշխատանք։ Տեսեք ինչ է խոսքը ասում մեզ այս սիրո աշխատանքի համար։ Ասում է, որ հիշում եմ ձեր հավատքի գործը եւ սիրո աշխատանքը։ Սրանք կամ չէ, սա եւ աշխատանք է, սիրո աշխատանք։ Որոշ տեղերում մարդիկ փոխում են, դառնում են մեկը, սիրելներ, այս ամբողջը մերն է, եւ մենք այս սիրո աշխատանքն էլ պետք է գումարենք մեր հավատքի գործերին։ Սիրո աշխատանք։ Մի օր մի մարդ ճամփորդ էր եւ գնաց եւ մի տուն իրեն հրավիրեցին, որ տեսնում են գիշերվա ճամփորդը ասին, արի մեր տունը մնա, հանգստացիր, վերջապես քեզ կկերակրենք, լավ զգա քեզ, առավոտյան կգնաս, կմնաս մեզ մոտ գիշերը։ Եվ այս մարդը եկավ մտավ տուն, տեսավ, որ այդ տան աղջիկը շատ խորացած գործ է անում, շոր է գործում։ Վերջապես հաց դրեցին իր առաջ, այս աղջիկ եկավ արագ օգնեց, հացը դրեց եւ նորից արագ գնաց, նորից շարունակեց շորը գործել։ Հետո նորից էլի ինչ որ հարց եղավ, նորից եկավ ինչ որ բան անելու, նորից գնաց գործեց, նորից եւ այս մարդը ասում շատ անհանգստացավ, ասեց. «Լսիր աղջիկ ջան, դու չես ձանձրանում այդ բաները անելուց, այդ գործը անելուց, չես ձանձրանում այդ քո գործից»։ Ասեց. «Ոչ, ես դա անում եմ շատ մեծ սիրով, որովհետեւ սա իմ հարսանեկան շորն է»։ Սիրելի եղբայրս ու քույրս, քո բոլոր արածները, իմ բոլոր արածները, ինչ որ մենք անում ենք, վերջնական հաշվարկով գործում ենք մեր հարսանեկան շորը։ Հասկանում եք ինչ նկատի ունեմ։ Դրանք այն բարի գործերն են, որոնցով զարդարված ենք մենք, այն սիրո աշխատանքն է, որոնցով զարդարվում ենք մենք, որ երբ որ գնանք այնտեղ, պարապ եւ դատարկաձեռն չլինենք։
Ինչ որ բան մեզ համար, գիտեք, ասում եմ մի մարդ, երբ որ մահացավ գնաց երկինք, տեսա որ մի հատ sense խրճիթ են իրան սարքել, իհարկե սա բան է, առակա, իրականում այդպես երկնքում խրճիթներ չկան։ Ասում եմ տեսավ մի հատ խրճիթ, հա, եւ ուրիշներին սիրուն մեջ շքեղ շենքեր են։ Ասում ասեց հրեշտակն ասեց սա քո տունն է, դու այստեղ պետք է մնաս երկնքում, ասում շատ նեղվավ։ Ասես լավ է, ինչ աչառություն է։ Այս մարդիկ լնայիդ ես ինչ շենքերի մեջ են, ես սրանց կողքին ես կիսաքանդ ես, ինչ է ես, փոքր խրճիթի մեջ ոնց ապրեմ, հրեշտակն ասում է կներեք, դուք երկրից ինչ ուղարկել եք երկինք, դրանով էլ սարքել ենք։ Սիրո աշխատանք։ Քո աշխատանքը թող սիրով լինի։ Ինչ անում ես սիրով արա։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն ասեմ իմ շատ սիրելի քույրերիս ու եղբայրներից, բոլորիս, ձեր այստեղ լինելը, մեզ հետ կողքներս լինելը, ինչ որ մեկիս աղոթքի երկրորդ անձն է, որի խոստումով Աստծո օրհնությունը եւ պատասխաններն են գալիս։ Ձեր ծառայությունը ինչ որ դուք անում եք, որը անում եք սիրով, դրանք օրհնություն են Տիրոջ տան եւ Տիրոջ եկեղեցու համար։ Ձեր ամեն մի գործը, որ դուք անում եք, ինչ որ բան, որ դուք անում եք, դա օրհնություն է յուրաքանչյուրիս համար եւ ես ուզում եմ իսկապես շնորհակալ լինել եւ ուզում եմ գնահատված զգաս քեզ, ոչ թե իմ կողմից, ով եմ ես, այլ նրա կողմից, ով ընդունում է քո սիրո աշխատանքը։ Ամեն։ Եբրայեցիների 6-րդ գլուխ 10 համարը իմ ամենասիրելի սուրբ գրքի համարն է բոլոր ծառայողների համար, բոլոր ծառայողների համար։ Գիտեք ինչ է ասում, որովհետեւ Աստված անիրավ չէ, որ մոռանա ձեր գործը եւ այն սիրո աշխատանքը, որ նրա անվան համար ցույց տվեցիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում եք։ Ինչ որ ժամանակ դու սկսեցիր ծառայել եւ հիմա էլ ծառայում ես, թող օրհնի քեզ Աստված։ Ամեն։ Ինչ որ մեկին նայիր ասա, դու պիտի լավ ծառայես։ Դու պիտի սիրով ծառայես, քո աշխատանքը սիրով լցրու, որովհետև այդպիսի աշխատանքը վարձատրվում է թագավորական ձեռքերից, ամեն։ Ասում են, որ գործի մեջ ներդրված սերը միշտ տալիս է նրան հատուկ փայլ։ Հետ եղել է, որ ասենք, որ ես ինչ համով ճաշ ասում ես սիրով եմ արել։ Անկեղծ որ համով դրա հակառակն էլ միգուցե եղել է, գնաց անես մի հատ ճաշ եմ եփե քո համար, գնա ճաշ եփած դեմը դրած է, գնում ես ճաշը ուտում ես, ոյ ինչ է։ Ամեն ինչ կարծես կա, աղնել կա, միսնել կա, բան ամեն ինչն էլ տեղն է, չէ՞ կա, մեջը կա, համ չկա, որովհետև սեր չկա մեջը։ Աստծո խոսքը ասում է, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ որոշեց այդ հրաշալի ճաշը, այդ ճաշկերույթը մեզ համար սարքի, որ իր որդին ուղարկի մեզ, որ մենք նրան հավատալով կյանք ունենանք։ Այդ բուրմունքը գա մեր մեջ, որ մենք կարողանանք Տիրոջը փառավորել մեր ապրած կյանքով։ Ամեն։ Ուրեմն սիրելիներս, մի կին կար, Աստծո խոսքում ես չեմ դրել այս համարները, որովհետև բան ուղղակի պարզապես հիշատակում, անունը Այծեմնիկ էր։ Գործ Կարաքելոցում նա մի հիշատակված մի հրաշալի կին էր, ով շատ գործ չուներ անում, ոչ քարոզիչ էր, ոչ կարգ ու կանոնի մեջ էր, ոչ աղոթքաժողովի ծառայություն, ոչ մի ուրիշ բան չկար, գիտեք մի գործ էր անում, սուրբերի համար շոր էր գործում։ Սուրբերի համար, Աստծո ծառաների, Աստծո եկեղեցու անդամների համար նասկի էր գործում, չգիտեմ ասենք գլխարկ էր գործում, ձեռնոց էր գործում, միգուցե չգիտեմ ինչ էր, ինչ որ հագուստ էր գործում։ Գիտեք ինչ եղավ, օր եկավ, որ մահացավ այս քույրիկը։ Ամբողջ եկեղեցին սգում էր։ Եվ գիտեք ինչ էր, չէին ասում, վայ աման, այս ինչ ջահել ջիվան գնացիր, ասում է, լացում էին եւ ցույց էին տալիս այն շորերը, որ Այծեմնիկը սարքել էր իրանց համար։ Գործդ են հիշելու։ Գործդ են հիշելու։ Եվ ես ուրախ եմ, որ ամեն անգամ ձեր մասին խոսում եմ որպես ծառայողներ, որպես Տիրոջը սիրող մարդիկ, որպես եկեղեցու անդամներ, ձեր գործը հիշում եմ եւ ուրախանում եմ։ Աստծո խոսքն, որ այս համարը ասում եմ, որ ծառայում էիք եւ հիմա էլ ծառայում եք։ Գիտեք, սա հարատևություն է։ Դու սիրելի էիր եւ սիրելի ես։ Դու կարևոր էիր եւ կարևոր ես։ Դու անում էիր եւ անում ես։ Դու ինչ որ մեկը պատկերացրու, եթե մեկի կյանքի մեջ հետ քեզ թողել, ինքը չի մոռանա դա։ Չի մոռանա, եկար մի հատ ժպտացիր, մի հատ ջերմ բարևեցիր, Տերը օրհնի քեզ, եղբայրս, քույրս, ինչքան օրհնված եմ քեզ ունեմ։
Այս մարդը այդ է հիշելու քեզանից։ Ուրեմն եկեք շաղ տանք, իրար վրա փռենք Աստծո օրհնությունները, այս անուշ խոսքերը, որոնք որ Տիրոջից առել ենք մեր սրտի մեջ կա, եկեք մեկս մյուսի համար այդպես արձակենք։ Ամեն, որտեղ յուրաքանչյուրս կարևոր ենք Տիրոջ համար։ Դուք պատկերացրեք, եթե մենք մենակ Աստծո դժգոհ դեմքը տեսնենք մեր կյանքի, երբեք չենք կարողանա իրան վերադառնալ եւ սիրել։ Բայց շատ հաճախ ավելի քան դժգոհ վիճակը տեսնում ենք նրա սերը, կարեկցանքը, ողորմությունը եւ օրհնությունները։ Ամեն։ Դրա համար իրար մեղքեր ու սխալները տեսնելուց ավելի տեսեք իր երջանիկ դեմքը, փորձեք իրան տակ լավագույնը եւ վստահ եմ, որ անում եք, որպեսզի իրեն երջանիկ պահեք։ Ամեն։ Ուրեմն, եկեք գնանք առաջ երրորդ կետը, որ առաքյալը ուզում է մեզ սովորացնի կամ հիշատակում է այստեղ, սա հույսի համբերությունն է։ Հույսի համբերություն։ Ուրեմն առաջինը ո՞րն էր։ Հավատքի գործը, երկրորդը սիրո աշխատանքը եւ երրորդը հույսի համբերությունը։ Առաջի Թեսաղոնիկեցիների նույն գրքի մեջ 3 գլուխ հետո 4:12-ում այսպես է ասում. Չենք կամենում եղբայրներ, որ տգետ լինեք ննջեցյալների նկատմամբ, որ չտրտմեք ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Որոշների մոտ կարդալով թուղթը ընդհանուր առմամբ հասկանում ենք, որ ժողովրդի մոտ կար թյուր կարծիք, որ կյանքը այսքանն է, ինչ որ կա, այսքանն է, ֆիզիկական այս երկրի այսքան ժամանակն է, բայց առաքյալն ասում է, լսեք, եթե դու մենակ այս կյանքին ես հուսացել ամենախղճալի մարդն ես, որովհետև այդպես չպետք է լինի, որովհետև դու չպետք է նմանվես այն մարդկանց, որոնք հույս չունեն, քո հույսը տեղափոխում է քեզ մեկ այլ իրականության մեջ։ Ես հույս ունեմ, որ իմ Աստծո խոստումները ճշմարիտ են։ Եթե դրանք չկատարվեն էլ, նրանք չեն փոխում իրենց ճշմարտացիությունը։ Ամեն։ Եթե իմ կյանքում ես չտեսնեմ Աստծո բոլոր գործերը, խոստումները, դա չի փոխում Աստծո ճշմարիտ լինելը։ Դա չի արժեքա զրկում իրեն։ Դա տալիս է մեզ ավելի մեծ վստահություն, որ բոլոր խոստումները չէ, որ իմ կյանքում կկատարվեն։ Իմ կյանքում կկատարվեն այն խոստումները, որոնք Աստված ուզում է, որ կատարվեն։ Իսկ որոնք որ չի ուզում, ես հանգիստ կլեմ, Տեր, չես ուզում, թող փառքը լինի քեզ, թող գա քո թագավորությունը եւ լինի քո կամքը։ Ամեն։ Առաջի Կորինթացիներին Պողոս առաքյալը մի հետաքրքիր խոսք է ասում, սիրելիներ 15:19, ասում է. Եթե միայն այս կյանքում հույս ունենք Քրիստոսի վրա, ուրեմն ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Եթե մենակ այս կյանքի համար ես Հիսուսին հավատում, որոշները մենակ այս կյանքի համար են հավատում։ Գիտեն, թե իրանց բոլոր կյանքի Աստված կոչվածներին, հեղինակություն կամ ազդեցություն կոչվածների կողքին մի հատ էլ Հիսուս ավելացնենք, օքեյ, ոչ մի բան չի լինի, ինչ այլ մեռնեմ Աստծո զորությանը։ Սիրելներ, պետք չի մեռնել Աստծո զորությանը։ Եթե դու համաձայն ես մեռնես Աստծո զորությանը, ուրեմն դա մեծ գին է, որ դու պիտի վճարես։ Սա որոշում է, խոսք չի։ Բայց Աստված իր ողջ զորությամբ Քրիստոս մարմնի մեջ իջավ երկիր, մեռավ մեզ համար։ Այ երբ որ Հիսուսն ասի մեռնեմ ձեզ, այդ իրական է։ Բայց երբ որ մենք Աստծուն ենք ասում մեռնեմ Աստծուն, Աստված ասում է լուրջ ես խոսում։ Ընդունեմ այտենց։ Հրեշտակին ասեմ գրի, թե ոնց կարող միտքդ փոխես։ Եկեք անկեղծ լինենք։ Մենք սիրում ենք Տիրոջը։ Փորձում ենք բավականաչափ սիրել այնքան, ինչքանով որ մեր հավատքն է թույլ տալի, ինչքան մեր նվիրումն ու ընծայումն է թույլ տալի մեզ։ Բայց մյուս կողմից կա մեկ այլ պարզ իրականություն, որ մենք այս կյանքի համար չէ որ հուսացել ենք իրան միայն։ Լավ է այս կյանքում նրան հուսալը, բայց չպիտի վերջանա մեր հույսը այս կյանքով, որովհետև գիտենք փառքի թագավորության մասին, որ գալու է հավատացյալների համար։ Ամեն։ Եվ երբ որ բոլոր սիրելիները հավաքվեն իրար հետ թագավորության մեջ, այն ժամանակ արդեն այս խոսքը կատարված կտեսնենք, որ ոչ միայն այս կյանքին ենք հուսացել Տիրոջը, այս կյանքի համար ենք հուսացել Տիրոջը, այլ հավիտենական կյանքի համար էլ։ Եվ Հռոմեացիների 8-րդ գլուխ 24 համարում Պողոս առաքյալը շեշտում է այս խոսքը, որովհետև հույսով փրկվեցինք, բայց հույսը, որ տեսնվում է, այլևս հույս չէ, որովհետև այն բանը, որ մեկը տեսնում է, ել ինչպես հույս դնի նրա վրա։ Մի բանի, որ հույս ունես, չէ՞, հենց տեսնում ես, էլ հույս չի։
դառնում է իրականություն։ Ես հույս ունեմ, շատ մեծ հույս ունեմ, լիահույս եմ, շուտով Տիրոջս տեսնելու եմ։ Երբ որ տեսնեմ, էլ հույս չի, դառնում է իրականություն։ Հույսը դադարում է, հույսը ինչ որ ժամանակվա համար է, երբ որ դառնա իրականություն, այլևս հույս կոչվելու իրավունք չունի, որովհետև հույսը միշտ ապագայի, չեղածը եղած դարձնելու այդ զգացողությունը, այդ վերաբերմունքն է, սիրելիներս։ Սրա համար առաքյալը հենց այդպես էր ասում, որ հույսով փրկվեցինք։ Քանիսներդ ունեք այդ հույսը։ Ես վստահ եմ, բոլորդ ունեք, դրա համար եք այստեղ։ Բոլորս ունենք այդ հույսը, որ մեկ օր նրան կտեսնենք դեմ առ դեմ։ Եվ ոչ թե մեզ դատապարտող Աստծուն, այլ մեզ փրկող եւ սիրող Տիրոջը։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք, որ շատ մարդիկ կորցնում են իրանց հույսը, իրանց հոգեվոր ճամփորդության ընթացքում։ Ես ցավալի բան պիտի ասեմ ձեզ, սիրելիներս, բայց ես չէի հավատում, մինչև որ ինքս ռիսերչներ արեցի եւ գտա, որ այո, դա իրականություն է։ Եվ սրա մասին խոսեցին տարբեր ալիքներ, հոգեվոր ալիքներ TV-ների վրա, եւ անգամ արդեն ChatGPT-ն սրա մասին շատ པարզ խոսում է, իհարկե հենված չեմ նրա ինֆորմացիաների վրա, բայց ուրիշ ինֆորմացիոն աղբյուրներից տեսնում եմ սա։ Գիտեք, որ ցավալի մի բան է, որ մարդիկ վերջի ժամանակներում հավատքը կուրանան։ Գիտեք, որ այդպես է։ Աստծո խոսքն է ասում։ Ոչ թե Աստծո խոսքն ասում է, ես եմ նենց անում, որ իրանք ուրանան, ոչ։ Մարդիկ չեն ուզի ճշմարտության գիտությանը համբերեն, չեն սիրի հանդիմանությանը համբերեն, չեն ուզի փոխվեն, կուզեն աշխարհը փոխվի, իրանք մնան նույնը, կուզեն լինեն այնպես, ինչպես իրանք ուզում են, բայց երբեք չեն ընդունի խրատը, հանդիմանությունը, անգամ սերը թշնամության տեղ կընդունեն։ Գիտեք, այդպիսի բան տեղի ունեցավ եւ հիմա կա։ 25 թվականին ընդամենը անցյալ տարի, մեկ ամիս մի քիչ ավել առաջ եզրափակվեց եւ այսպես հայտարարություն արվեց, որ միայն 2025 թվականին միայն Կալիֆոռնիայի տարածքում 1500 եկեղեցիներ են փակվել։ Սա ողբերգություն է։ Սա քրիստոնեական աշխարհի ողբերգությունն է։ Սա ցավալի է։ Տարբեր պատճառներով փակվեցին։ Իհարկե այդ թվի մեջ մտնում են մարդիկ, ովքեր կորցրեցին իրանց եկեղեցաշենքերը, ցվրվեցին տարբեր տեղեր, տեղափոխություններ եղավ, եկեղեցիները դադարեցին, մեկը եկավ մի հատ նոր բան սկսեց, մնացած բոլոր եկեղեցիները հավաքվեցին, գնացին այնտեղ, 5 հատը փակվավ, դառավ մի հատ, կան եկեղեցիներ, որոնք որ անցյալ տարվա բաներից կրակներից այրվեցին եւ այդպես եկեղեցու շենքերը դադարեցին, եկեղեցին գնաց տարբեր տեղեր, բայց սրանք փոքր թիվ են կազմում, շատ փոքր թիվ։ Հիմնականում եկեղեցիներ, որոնք դադարեցին գործելուց 1500 եկեղեցիներից մեծ մասը, մոտ 70%-ը հավատքը ուրացան։ Թողեցին Տիրոջը։ Էլ հետաքրքիր չի, ձանձրացանք, լավ սերվիս չեք տալի, լույսերը լավը չի, երաժշտությունը լավը չի, մեկը բարձր է, այն մեկն ասում է ցածր է, այն մեկն ասում է բարձրացեք, այն մեկն ասում է ցածրացրեք, այն մեկն ասում է ինչեն են ասում ստեղ նստի, այն մեկն ասում է բան ինձ չեն տանում բեմի վրա ես անեմ։ Կռիվ, պայքարներ, անհամաձայնություններ, հավատք ուրանալ, որոշներ ընկան մեղքերի մեջ, շնության մեղք, խազարումի մեղք, փողերի լվացում, խաբեություններ, ընկան գայթակղությունների գիրկը եւ այդպես ցավալի, բայց իրական է սա, սիրելիներ։ Գիտեք ինչի, որովհետեւ քրիստոնեության միջից Քրիստոսին տանես են կողմ, տակը ոչինչ չի մնա։ Մի հատ ություն կմնա, բայց կլինի դատարկություն։ Որտեւ մենք որ այսպես իրար հետ կարողանում ենք սիրով խաղաղության մեջ ապրենք, սա նա է, որ Քրիստոսն է մեր կենտրոնը։ Քրիստոսն է մեր կենտրոնը։ Եվ սա է մեզ բերում այդ երջանիկ զգացողություններին, որ երբ որ իրար ողջունում ենք, իրար ծառայում ենք, երբ որ իրար կարեկից ենք լինում, Քրիստոսն է մեջտեղը մեր հաղորդակցությունների։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, զգուշացեք ձեր անձերին, այդպես էր ասում Աստծո խոսքը, զգուշացեք ձեր անձերին։ Հեռու մնացեք այդ բաներից։ Սիրո ու խաղաղության հետևից գնացեք, թող Աստծո խաղաղություն լինի բոլորիս հետ։ Ամեն։ 4-րդ համարում նույն գլխի Թեսաղոնիկեցիների 4-րդ համարում ասում է իմանալով Աստվածանից սիրված եղբայրներ, ձեր ընտրությունը։ Հալելույա։ Աստծուց սիրված եղբայրներ եւ քույրեր։ Դուք գիտեք, որ Աստծուց սիրված մարդիկ եք։ Աստված այնքան է սիրել ինձ ու քեզ, սիրելիս, որ մեզ համար լավագույնը արել է, որպեսզի ես ու դու
անկախ այդ կյանքի թողուբոհերից ունենանք մեկ մխիթարություն, որ նա սիրում է մեզ։ Ունենանք այդ խոսքը, նա ինձ սիրում է։ Կարա ձեռքը դնես քո վրա եւ ասես, ես գիտեմ Տեր, դու ինձ շատ ես սիրում։ Շատ ես սիրում։ Դու սիրված մարդ ես։ Դու թանկ մարդ ես։ Դու կարևոր մարդ ես։ Որտեվ մարդը եթե քեզ չսիրի, խնդիր չի, վատը այնա, որ Աստված քեզ չսիրի, բայց բարի լուրը սա է, որ Աստված ինձ եւ քեզ շատ է սիրում։ Ամեն։ Եկեք այդ սիրող Աստծուն ծափահարենք։ Առաջին Պետրոս 2:9-10 Բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից կանչեց իր զարմանալի լույսի մեջ, որ դուք մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք, որ ողորմած չէիք, բայց հիմա ողորմություն գտաք։ Հալելույա։ Մի ժամանակ բանի պետք չէինք, բայց հիմա թագավորությանը պետք ենք։ Դու թագավորությանը պետք ես։ Դու կարող ես շատ մարդկանց պետք չես, խնդիր չի։ Մի մտածի։ Մի խնդրեմ պակաս։ Բայց իմացի դու թագավորությանը պետք ես։ Այսօր շատ եմ ձեզ խոսացնում իրար հետ։ Դու թագավորությանը պետք ես։ Գիտեք, ես մի բան եմ նկատել, երբ որ ես համարը կարդում եմ, գիտեք ինչա միտս գալի։ Տեր Հիսուսն ասեց, երբ որ պետք է պատրաստվեր զատկի ընթրիքը, ասեց գնացեք մի մարդ կտեսնեք, չէ, բանը ներողություն, պետք է մտներ հաղթական մուտքը Երուսաղեմ, ասեց գնացեք եւ կտեսնեք, որ այնտեղ մի հատ էշ ա կապած, մի հատ էլ ավանակ։ Արցակեք, երբ որ Տերը հարցնի ինչ ա եղել, ինչ ես անում, ասեք Տիրոջը պետք է։ Եթե Աստված էշերի կարիքը ունի, խնդրում եմ ճիշտ հասկացեք, Աստված օգտվում է ամեն ինչից, որոշ բաներից օգտվում է, որ նրանք չեն էլ ուզում, որ օգտվի, բայց ես ու դու հոժարությամբ նրա համար պիտանի անոթներ ենք, սիրելով նրա համար պիտանի անոթներ ենք, որովհետև ասում մի ժամանակ ժողովուրդ չէիք, ներողություն բառս մի քիչ շատ հայկական ասեմ մարդ չէիք, բանի պետք չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք, հալելույա, Տիրոջ ժողովուրդն եք, դու թանկարժեք քար ես մի հատ մատանի վրա, որ առանց քեզ մատանին կորցնում է իր իրական տեսքը։ Եկեղեցին այդպիսին է եւ դու հենց այդ կարևոր անձն ես, դու պետք ես իր թագավորության համար։ Դու կարևոր գործոն ես իր թագավորության համար։ Աստծո թագավորության մեջ, եթե դու մի բան չանես, այդ տեղը բաց է մնում։ Ճիշտ է, եթե չանես, շարունակ ուրիշը կանի, բայց վստահ եմ, որ մենք ուզում ենք անել եւ անել մեր գործը, ինչ որ մենք դրված ենք անելու։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիներ 6:16-ը այսպես է ասում. կամ ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուրքերի հետ, որովհետև դուք կենթանի Աստծո տաճար եք, քույրս եղբայրս, մենք բոլորս, ինչպես Աստված ասեց, թե նրանցում կբնակվեմ եւ նրանցում ման կգամ եւ նրանց Աստված կլինեմ եւ նրանք էլ կլինեն իմ ժողովուրդը։ Հալելույա։ Աստված բնակվում է իր սուրբերի մեջ եւ մենք դարել ենք նրա ժողովուրդը։ Եվ գիտեք, ժողովուրդ լինելը ուրիշ բան է, երբ որ դու ինչ որ մեկի ժողովուրդն ես, բայց ուրիշ բան է, երբ որ այդ մեկն էլ բնակվում է քո մեջ, որտեղ ազդեցությունն ու զորությունը նրանից է գալիս։ Ամեն։ 5-ից 7 համարները Թեսաղոնիկեցիների այս նույն նամակի ասում է, որ մեր ավետարանը ձեզ մոտ չեղավ միայն խոսքով, այլ զորությունով եւ հոգու սրբվելով եւ շատ լիությունով, ինչպես լավ գիտեք, թե որպիսիք եղանք ձեր մեջ ձեզ համար, եւ դուք նմանող եղաք մեզ եւ Տիրոջ խոսքը ընդունելով շատ նեղության մեջ, սուրբ հոգու ուրախությունով, որ դուք օրինակ եղաք ամեն հավատացյալներին Մակեդոնիայի եւ Աքայայի մեջ։ Խոսքը չեղավ միայն, այսինքն ասում է, որ մեր ավետարանը չեղավ մենակ խոսքով, այլ ինչով։ Զորությունով։ Գիտեք, մենք քրիստոնյաներս վախենում ենք զորություններից, վախենում ենք գնալ աղոթելուց, վախենում մտածում ենք դա մենակ հովիվը պետք է անի, այո, տեղեր կան, որ այդպես է։ Բայց դու կարող ես, որովհետև քո մեջ բնակված Աստծո զորությունը տալիս է քեզ իրավունք հավատալու նրան, ով կարող է այդ հրաշքն անել, գնաս եւ աղոթես մարդկանց համար։ Վկայես ավետարանը, երբ որ չընդունի, ուրիշ հարց է, այդտեղ ուրիշ բան է պետք։ Լսեք սիրելիներ, մի մարդ որ պատմում է շատ սիրեցի, ասում էր գնացինք միտեղ էինք, ասում է երկու ընկերներով էին եւ ես էլ մենակ, ասում եմ մոտ երկար ժամանակ խոսեցինք իրար հետ, ինչ ասում եք չէր ընդունում։ Իր ասած ինձ հետաքրքիր չէր, իմ ասածն իրան հետաքրքիր չէր։
Ինչ խոսեցի չընդունեց, ասում ասենք դե լավ, որ տենց է վերջանալու, հաջողություն ասենք գնանք։ Ասում ձերքս մեկնեցի հաջողություն ասել, մեկին ասես վախ ձերս։ Ասում ասի ինչ ա եղել, ասես գիտես ինչքան ժամանակա ցավում է, չեմ կարողանում, ասում զգուշ եղի, տնաշին ձերս։ Ասում կարամ աղոթեմ քո ձեռի համար։ Գիտեք, աղոթքի համար բոլորը բաց են, մանավանդ երբ որ կարիքը կա։ Ասում ասեց այո, ասում ես ձեռը վերցրեցի ու սկսեցի աղոթել Հիսուսի անունով, ես աղոթում եմ, որ այս ձեռքը լավանա Տեր եւ թող ես լինի քո փառքի համար որպես հրաշք։ Ասում այդ խոսքից վրա մեկ էլ գոռում է. վախ ձեռս, ասում մեկ էլ հանել ասես, ինչ անում, նայ, այն ժամանակ չէի կարող սենց անել, սենց հիմա անում եմ, սենց կարում եմ։ Ասում եւ հենց դա դարձավ այդ հրաշքը դարձավ, այդ զորությունը դարձավ իր սրտի բանալին։ Եվ իր սիրտը բացեց եւ կյանքը հանձնեց Հիսուսին, որովհետեւ երբ որ սիրտը բաց է, ուրեմն ընդունելություն կա։ Այդ ժամանակ ազատ կարող ես խոսել Աստծո ճշմարտությունը։ Ամեն։ Սա հիանալի մի բան է, սիրելիներ։ Գիտեք, մի պատմություն կար, որ սա իրական պատմություն է։ Մի հովվի դատապարտում են 20 տարի։ Դատախազը մեղադրող կողմը գալիս է իրեն, խիստ դնում ասում, վերջացավ։ Ինչ հավատք, ինչ բան, կոմունիստական ժամանակների մասին է խոսքս։ Ուղարկեք Սիբիր 20 տարի, թող գնա։ Գնում այս եղբայրը 20 տարի բանտ է նստում։ 20 տարի բանտ նստելուց հետո վերադառնում է եկեղեցի։ Եվ հանկարծ ծառայությունների ժամանակ դուռը բացվում է եւ ներս է մտնում մի տարեց մարդ։ Եվ բերում են իրան առաջ, համեցեք նստեք, նստում է եղբայրը, խոսում են եւ վերջում այս եղբայրը դողդոժուն ոտքերով, sense քայլերով գալիս է դեպի քարոզիչը, դեպի այս Եհովիվը։ Քալի ասում է, ես ուզում եմ ներես ինձ։ Ասում է, ինչի դու ով ես։ Ասում է, ես այն դատախազն եմ, որ քեզ 20 տարով բանտը դրեցի։ Ես իմ կյանքը հանձնել եմ Հիսուսին եւ եկել եմ քեզնից ներողություն խնդրեմ։ Ես սխալվել եմ, ես չգիտեի, ես Հիսուսին չէի ճանաչում, ես առիթ չէի ունեցել, բայց քեզ բանտ դնելուց հետո Աստված իմ կյանքը փոխեց։ Ես ոչինչ չէի կարող անել, միայն սպասեի, որ դու հետ վերադառնաս։ Գիտեք, սա հրաշալի բան է, սիրելիներ, տեսնել մարդկանց կյանքի փոփոխությունը։ Սա հիանալի բան է։ Անկախ նրանից ինչ են արել։ Վստահ եմ, որ շատերը ձեր կյանքի նկատմամբ ճիշտ չեն վարվել, բայց դուք փորձում եք ճիշտը վարվել եւ անում եք լավագույնը, որպեսզի ձեր վկայությունը, ձեր խոսքը զորության խոսք լինի։ Եվ վերջինը, սիրելիներ, 8-րդ վերջի 2 համարներն եմ կարդում, 8-ից 10 համարները, որովհետև ձեզանից հրճակվեց Տիրոջ խոսքը ոչ միայն Մակեդոնիայի եւ Աքայայի մեջ, այլև ամեն տեղ դուրս եկավ ձեր հավատքը առ Աստված, այնպես որ պետք չէ մեզ մի բան խոսել։ Զարմանալի ասում է, ինչ որ դուք կաք, ով որ եք, ձեր մասին ուրիշները խոսում են։ Լավա որ լավը խոսեն, վատա որ վատը խոսեն, բայց փառք Աստծուն որ խոսում են, ուրեմն մի բան կանք որ խոսում են։ Ամեն։ Ուրեմն ինչ որ բան հասցրել ենք անենք որ խոսում են։ Ոչինչ չանողների մասին, ոչինչ չեն խոսում, բայց քո քրիստոնեական հավատքը ձայնը բարձրացնելու եւ քո անապաշխար մտերիմը, հարևանը, բարեկամով է լինեն, պետք է լսեն քո մասին եւ այդ ձայնը անպայման պետք է գա։ Որոշ քրիստոնյաներ մտածում են անվտանգ լինելու համար ձուն չանենք, խելոք մեր համար հանգիստ sense յոլա էթան։ Ոչ սիրելներ, առաքյալն ասում էր, ես ամոթ չեմ համարում Քրիստոսի ավետարանը, որովհետև նա զորություն ունի փրկելու մեղավորին։ Ամեն։ Եվ վերջին խոսքերը Թեսաղոնիկեցիների 9 եւ 10 համարներ առաջի գլխի ասում է, որովհետև հենց իրենք պատմում են մեր մասին, թե ինչպես մուտք ունեցաք ձեզ մոտ եւ ինչպես դուք դարձաք կուրքերից դեպի Աստված, որ ծառայեք կենթանի եւ ճշմարիտ Աստծուն եւ սպասեք նրա որդու երկնքից, որին հարություն տվեց մեռելների միջից, Հիսուսին, որ փրկում է մեզ գալու բարկությունից։ Կարծես երկու կարևոր բան է շեշտում։ Երկու խոսք կա այստեղ՝ ծառայել եւ սպասել։ Հովանու ավետարանի մեջ 12-26 համարներում մի հետաքրքիր հիշատակություն կա, սիրելիներ, ասում է Տեր Հիսուսն ասում. եթե մեկը ինձ ծառայի, թող իմ ետևից գա, եւ ուր որ ես եմ, այնտեղ էլ իմ պաշտոնյան կլինի։ Եթե մեկը ծառայի ինձ, հայրը պատիվ կտա նրան։ Լավ բան է Տիրոջը ծառայել։ Ոնց ծառայենք։ Ոնց կարող ենք ծառայել։ Ես չգիտեմ դու ոնց կծառայես, ինչ ես մտադիր անելու, բայց մի բան արա։ Ինչ որ բան արա, որով դու կարող ես ավելացնել մթնոլորտի մեջ ինչ որ մի գեղեցիկ ծաղկեփունջ։ Մի բան արա, որով որ մարդիկ կարող են լինել օրհնված։ Ամեն։ Ասում է որ ծառայել։ Սա հիանալի մի բան է, ծառայությունը պատիվ է, սիրելի քույրս եղբայրս։
Դու արժանացել ես մի բանի, որ ծառայես։ Ամեն մեկը չի կարում ծառայի։ Բայց դու քո լինելով եւ քո անելիքներով պատրաստ ես ծառայելու սուրբերին, եւ դա պատիվ է Տիրոջից։ Ուզում ես հայրը քեզ պատիվ տա։ Ծառայի Տիրոջը։ Մի թող ծառայությունը։ Հեշտ է թողել։ Դժվար է պահելը։ Ընտրի այդ դժվար ճանապարհը, որ վերջում պատիվը մեծ լինի։ Եվ վերջի մասը, որ ասում եմ, առաջ Թեսաղոնիկեցիներին ուղված նամակում Պողոս առաքյալը 5-րդ գլուխ 8 եւ 9 համարներում այսպիսի խոսքեր ասում. Իսկ մենք ցերեկինը լինելով արթուն լինենք հակած հավատքի եւ սիրո զրահը եւ փրկության հույսի սաղավարտը, որովհետեւ Աստված մեզ չդրեց բարկության համար, այլ փրկությունը ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուրեմն արթուն լինենք։ Արթուն լինենք։ Աստծո խոսքն ասում է, որտեղ որ քնում է, գիշերն է քնում։ Բայց մենք արթուն լինենք, որտեղ գիշերվա որդիներ չենք, մենք ցերեկվա որդիներ ենք։ Հավատքիդ համար արթնությունը պահիր։ Հիմար կույսերի առակի մասին, այսինքն ոչ միայն հիմար, այլ իմաստուն կույսերի առակի մեջ տեսնում ենք, որ 5-ը իմաստուն են, 5-ը հիմար, որովհետև են իմաստունները իրենց յուղ վերցրեցին իրանց հետ։ Իրենց լապտերները արթուն պահելու համար, բայց հիմարները չարեցին եւ դրանով իսկ զրկվեցին Աստծո ներկայության մեջ հարսանիքը մտնելուց։ Սիրելի քույրս, եղբայրս, ինչ էլ ուզում ա քո կյանքի մեջ լինի, հիշիր մի բան, որ դու այնքան կարևոր ես եւ դու այնքան գնահատված ես Տիրոջ առաջ եւ քո ընտանիքի, քո եկեղեցու մեջ դու թանկարժեք մի անձ ես, որ քո բացակայությունը միանգամից զգացվում է։ Միանգամից զգացվում է։ Կարող է շատերը չխոսեն դրա մասին, բայց իմացիր դու այնպիսի մի զարդ ես, որ կախված է այդ գեղեցկության պարանոցին եւ քո մուտքը, քո լինելը շքեղություն է ապարգևում Տիրոջ ընտանիքի մեջ։ Ամեն։ Ուրեմն իմացիր, ահա թե ով ես դու Տիրոջ անվան եւ փառքի համար։ Ամեն։ Եկեք կանգնենք Տիրոջ ներկայության մեջ, սիրելիներս, միասին։ Վստահ եմ, որ այսօր քո նկատմամբ գոնե քո գնահատականը փոխվեց։ Դու իմացար, որ ավելին ես, քան դու հավատում էիր կամ գիտեիր քո մասին։ Իմացիր, Աստված անիրավությամբ չի վարվում քո նկատմամբ, որտեվ քո ցանկացած գործը նրա թագավորությունը առաջ տանելու համար է։ Քո լինելը, գործելը նրա փառքի համար է։ Ամեն։ Աղոթենք միասին։ Մեր սիրելի Աստված, մեր երկնային Հայր, շնորհակալ ենք քեզ, որ այսքան կարևոր ենք քեզ համար։ Շնորհակալ ենք, որ դու այսքան գնահատում ես մեզ եւ մեզ համար արել ես լավագույնը, եւ մենք էլ Տեր ուզում ենք, որ մեր լավագույնը քեզ համար անենք, Տեր։ Տեր, քո խոսքն ասում է ամեն բան ինչ որ անենք, Տիրոջ փառքի համար անենք։ Եվ ես աղոթում եմ, որ եղբայրներս եւ քույրերս, մեր բոլոր ընտանիքի անդամները կարողանանք, Տեր, մեր բոլոր գործերի հիմքում դնենք Աստծո փառքի համար խոսքը։ Ինչ որ անենք, անենք քո փառքի համար։ Իրար սիրել, հոգ տանել, իրար նկատմամբ լինել զգուշ, պատվել, բարձրացնել, գնահատել Աստծո փառքի համար։ Շնորհակալություն քեզ, Տեր, օրհնիր մեզ։ Թվում է այս կյանքում ամեն բան մեզ հակառակ է, Տեր, բայց մենք շնորհակալ ենք, որ քո բարի ձեռքը մեզ հետ է եւ մեզ օրհնում է, որպեսզի մենք կարողանանք քո ներկայության մեջ քեզ փառավորենք մեր կյանքի բոլոր վիճակների մեջ։ Շնորհակալ ենք, որ Քրիստոսով գնահատված ենք, եղբայրների եւ քույրերի կողմից գնահատված ենք։ Եվ ես աղոթում եմ, որ այս սիրո մթնոլորտը եւ ջերմությունը շարունակի մեր մեջ մնալ մինչեւ քո վերադարձը, Տեր։ Հիսուսի անունով ենք խնդրում։ Ամեն։ Ամեն։ Եկեք ծափահարությամբ օրհնենք Տիրոջը, սիրելիներ, թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի բոլորիս հետ։ Ամեն եւ ամեն։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ։